տարի վերջին Տորոնտոյի Սուրբ Երրորդություն Հայաստանյաց Առաքելական եկեղեցին հյուրընկալել է տարեկան աղոթահավաքի մասնակիցներին։ Կանադայում քրիստոնեական հարանվանությունների ներկայացուցիչները Սուրբ Երրորդություն թափորով մուտք են գործել եկեղեցու դպրաց դասի հրաշափառի երգեցողության ներքո։ Տարեկան աղոթահավաքը ուղիղ սփռմամբ հեռարձակվել է հայ եկեղեցու սոցիալական հարթակներով։ Էկումենիկ արարողությանը մասնակցող եկեղեցական հայրերին ողջունել է կանադահայոց թեմի փոխարաջնորդ եւ Սուրբ Երրորդության հոգեվոր հովիվ Զարեհ Ավագ Քահանա Զարգարյանը։ Մոտ 30 տարի առաջ երջանկահիշատակ Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսը մի առիթով Մերքուր եկեղեցիներին եւ քրիստոնեական հարանվանություններին համեմատեց ծաղիկների հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բացառիկ երանգը, բուրմունքն ու տեսքը։ Երկու եկեղեցիները միանում են համատեղ աղոթքի համար, դա նմանվում է ծաղիկների գեղեցիկ փնջի, ասաց հայրապետը։ Շուրջ 100 տարի առաջ հենց այս քաղաքում մենք ինքներս զգացինք այդ ոգին։ Մեզ վրա տարածվեց միասնականության եւ բարության սփռման չտեսնված ուժը։ Կանադայի կառավարությունը եւ եկեղեցիները աջակցեցին ու պատասպարեցին 1915-ի ցեղասպանությունից հետո այս երկիր հասած վերապրածներին։ Նրանք նոր կյանք սկսեցին այս խաղաղ եւ օրհնյալ երկրում։ Տեր հայրը նշել է, որ այս տարի արարողությունը կրում է «Մենք տեսանք Արևելքի աստղը» խորագիրը Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի առաջարկով։ Արարողակարգի համաձայն քրիստոնյա հարանվանությունների հոգևորականները աղոթքներ ու սաղմոսներ են ընթերցել, յուրաքանչյուրի ավարտին համատեղ աղոթելով։ Առաքելական թուղթն ընթերցել է անգլիկան թեմի եպիսկոպոս Էնդրյու Ափսիլը, իսկ ավետարանից հատվածը կարդինալ Թոմաս Քոլինզը։ Օրվա խորհուրդն ու պատգամը փոխանցել է Տեր Զարեհ Ավագ Քահանա Զարգարյանը։ Հանուն քրիստոնեական միասնականության աղոթքը կազմակերպել էին Մեծ Տորոնտոյի միջեկեղեցական խորհուրդը եւ քրիստոնեական միասնականության գրասենյակը։ Մասնակիցներն էին Տորոնտոյում անգլիկան, Հռոմի կաթոլիկ թեմերի առաջնորդները, հոգեվոր հովիվները, եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Պատվավոր հյուրերն էին հայ համայնքի եւ ծխական խորհրդի անդամները, կրոնական կառույցների ներկայացուցիչները։ Էկումենիկ արարողության ավարտին Սուրբ Երրորդություն Հայաստանյաց Առաքելական եկեղեցու դպրաց դասը կատարել է խորհուրդ մեծ շարականը։ Հերմինե Հակոբյան, եկեղեցական կյանք։